Զայեդի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ստացած $500,000 կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին։ Այս մասին Ֆակտոր.am-ը տեղեկացել է կառավարությունից։ Մրցակցային գումարը կփոխանցվի հատուկ բացված հաշվին և կօգտագործվի կառավարության կողմից սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով։ Մրցանակաբաշխության $1 միլիոն մրցանակային ֆոնդը կիսվել էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին ինչու ՀԱՊԿ չարձագանքեց, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Արձագանքելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Պուտինի պնդումներին։ 2022 թվականին մենք ունեինք կոնկրետ իրավիճակ և ՀԱՊԿ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց դրանք չաշխատեցին, ասել է Փաշինյանը։ Եվրամիության հետ Երևանի մերձեցման մասին խոսակցությունների պատճառով Ռուսաստանն ու Հայաստանը անցյալ տարի փոխադարձ ապրանքաշրջանառության մեջ $5.1 միլիարդ են կորցրել, հայտարարել է Օվերչուկը։ Պուտինը երեկ ասել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը բացահայտ ասաց, որ Երևանի անդամակցությունը միաժամանակ և ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է։ Օվերչուկը զգուշացրել է Հայաստանում ռուսական ընկերությունների ներկայության անցանկալիության մասին խոսակցությունները կբարձրացնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի աշխատանքի հարցը։ Նա նաև հայտարարել է, որ հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։ ՀՀԿ-ն չի մասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, այս մասին հայտարարել են կուսակցության գործադիր մարմնի նիստին։ Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում։ Երևանում Չարենցի փողոցի եռահարկ տներից մեկի պատը պատշգամբը և հարևանությամբ փորված նորակառույց շենքի հիմքի պատը փլուզվել են։ Տուժածներ չկան, վնասվել է տան բակում կայանած վազ մակնիշի ավտոմեքենան։ Փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի։ 54 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներով առաքելություն է ուղարկվել դեպի լուսին։ Ամերիկյան Օրիոն տիեզերանավը մեկնարկել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից։ Մեկնարկը ուղիղ հեռարձակվել է ՆԱՍԱ-ի YouTube-ի ալիքով։ Տիեզերանավում 4 տիեզերագնացներ են։ Օրիոնը լուսնի շուրջ 1 պտույտ կկատարի, թռչելով մակերևույթից 7500 կմ բարձրության վրա։ Առաքելությունը կտևի 10 օր։ Լուսնի վրա վայրեջք նախատեսված չէ։ Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին կեսօրից հետո 3-ից 5-ին ժամանակ առ ժամանակ 6-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ից 3-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 15-ից 17, իսկ երեկոյան ժամերին 9-ից 11 աստիճան տաքություն։